Մայրաթորի դեմ պատերազմ է հայտարարված։ Պետք է վեհարանը ազատել կաթողիկոսից։ Նրան կհաջողվի արդյոք։ Նա ցնորամտություն։ Բայց մի անգամ 3 օրով նվաճել են իրենք այդ տարածքը, չմոռանանք։ Վեհարանը չի եղել, կներեք, դա վեհարանը չի եղել, դիվանատունն է եղել։ Վեհարանի վրա ոչ մեկ չի կարող հարձակվել։ Իսկ եթե հարցակվեցի, մենք տեսնում ենք, չէ, ասում եք չի կարող, բայց ամեն ինչ հերթով Վեհարանը կեցավայրը, որևիցե մեկը իրավունք չունի այնտեղ մուտք գործել։ Տեսեք, տեսեք չունի, բայց անում է, հայհոյելու իրավունք ունի։ Փաշինյանի խոսում եք մի մարդու մասին, որին գնահատական տալը ապաշնորհություն է։ Համաձայն եմ։ Տեսեք, ասում են ովքեր խախտել են կուսակրոնության ուխտը, չպետք է մոտենան խորանին։ Եվ ասում եք չեք վիճարկում այս հարցը, որևէ մեկը չի քննարկում իմ ասածը ճիշտ է թե սուտ է։ Իհարկե հարցը թե ինչու որոշեցինք այդ հարցը հիմա բարձրացնել։ Արդեն դուք ձեր հարցի պատասխանը տվեցիք, ես ինչ ասեմ։ Այս դիսկուրսը ինչպես է լուծվելու։ Խնդիրը, կուսակրոնության խնդիրը դիսցիպլինի հարց է, կանոնական հարց է։ Դա աստվածաբանական դոկտրինա չէ։ Եվ նման հարցերը լուծվում է բացառապես եկեղեցում գոյություն ունեցող կարգապահական հանձնախմբի շուրջ։ Այս ընթացքում բազմաթիվ կարգալուծություններ եղեն, դրանց պատասխանն է։